մի բան ձեռնարկի, բուր կլնի, լավաշ կլնի, պանիր կլնի, սուվինիր, անպայման դարդարացնելու է մի բան էլ ավել։ Գյուղատնտեսությունից կրթություն, թոշակ ու սպորտ Գագիկ Ծառուկյանը գյուղացիների հետ խոսում է բոլոր խնդիրների մասին։ Ուսումը պետք է ձրի լինի, ժողովուրդ ջան։ Եթե մարդը չի կարող իր երեխու ուսման վճարը վճարի սովորելու, այդ մարդի կյանքից մի 5 տարի պակասում է, որ ինքը չկարողացավ իր երեխու հարցը կարգավորել։ Թոշակները 10,000 դրամ ավելացավ, լավ 25-ը դարավ 35։ Պետք է գազի փողը մուծես, դուսի փողը մուծես, ջրի փողը մուծես, գույք հարկը վճարես, հələ պետք է դրանով ապրես, հələ ասում են կարած Եգիպտոս էլ գնաս այդ 10,000 դրամ։ Ամեն հանդիպման ասում են, բայց ոնց որ բան չլելի կրկնելը, որ պետք է գյուղնախարարություն լինի։ Բա գյուղացու համար, որ նախարարություն չլինի, ում ա դիմելու, անտեր պետք է նստի, ոչ սիլիտրա կա, ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ մի բան էլ չկա, ինչ անի։ Գյուղացիներին աշխարհում չկա 25% վար, կա 0%, կա ամենաշատը 2%։ Միշտ գյուղացիները ինչ պետք է առնի, որ 25% էլ հələ տանի տոկոս փակի, ոնց էլ բացատրեք նա տասը։ Դիմել եք դա չեն տալի, պարոն Ծառուկյան, ասում եմ սպասեք։ Ես իմ երկիրը սիրում եմ, ինչ ալ եմ ես երկրում եմ արել, ստեղծել եմ, կառուցել եմ, սարքել եմ իմ երկիրը սիրելով։ Օլիմպիական կոմիտեն վերցրել եմ, որ սպորտսմենները սաղ գնում էին 8 տարի մի հատ մեդալ չենք ունեցել։ Գումարներ եմ դրել, կառուցել եմ, սարքել եմ, տրամադրել եմ, թոշակներ եմ տվել, մեքենաներ եմ տվել, ամեն ինչ գույք եմ տվել, արել եմ եւ մյուս օլիմպիական արդեն 6 հատ մեդալ ենք ունեցել։ Այսօր միայն մեր երկրում հպարտությունը, հաղթանակը սպորտն է։ Մարզիկներին այն ժամանակ պետական թոշակ չկար, ես իմ անձնական գումարներից նշանակել էինք 100,000, 300,000, 500,000, 1 միլիոն, միլիոն կես կապ չի ունեցել,